Միլիոնավոր դիտումներ հավաքած եւ վարկանշային Մարդամեկը սիթքոմի բացառիկ ցուցադրությունն է կինոպարկում։ Միջև հեռուստատեսային պաշտոնական ցուցադրությունը սիրված նախագծի երկրպագուները առաջինը դիտեցին սիթքոմի առաջին երկու սերիաները։ Որպես կոմերցիոն բաժնի պատասխանատու կարող եմ ասել, որ վերջին տարիների ֆենոմենն էր Մարդամեկը մեր կյանքում, միայն YouTube-ում արդեն եթերից հետո յուրաքանչյուր սերիան գրեթե 2 միլիոն դիտում, այս պահին 7 գործընկեր եւ ավելի քան 20 ընկերություն, որոնք երազում են դառնալ նախագծի գործընկեր, սա իսկապես նաև կոմերցիոն իմաստով հաղթանակ է։ Մարդամեկի առաջին եթերաշրջանը աննախադեպ հաջողություն ունեցավ։ Սիրվեց եւ հեռուստաեթերում, եւ YouTube-ում։ Դերասան, պրոդյուսեր Միհրան Ծառուկյանը նշում է, մեծ էկրանին հայտնվել է նախագծին նոր շունչ է հաղորդում։ Նման ցուցադրությունը նորություն է նաեւ հանդիսատեսի համար։ Փորձեցինք անել ամենալավը, հնարավորինս լավը եւ եթեր հեռարձակվելուց հետո պարզ դարձավ, որ շատ սիրվել է սիթքոմը։ Շնորհակալ ենք մեր հեռուստադիտողներին, շնորհակալ ենք նրանց, ովքեր մեզ վստահել են։ Դերասանուհի Արփի Գաբրիելյանի կարծիքով Մարդամեկի հաջողությունը պայմանավորված է անմիջականությամբ ու հանդիսատեսին ներկայացվող թեմաների սրտամոտությամբ։ Չեմ ուզում դատեք շատ խիստ, որովհետև սա ֆիլմ չէ, բայց նաև մեզ համար շատ կարևոր այսպես ինդիկատոր է, թե ինչպես կընդունվի այն հանրության կողմից, որովհետև եթե չեմ սխալվում, մի քանի ժամ ընդհանրապես սպառվել են տոմսերը կինոպարկի համարյա գրեթե բոլոր դահլիճների, այնպես որ սա մեզ համար պատասխանատու եւ շատ կարեւոր օր է։ Առաջին իսկ եթերաշրջանից սիրված Մարդամեկը սիթքոմը պատմում է ավանդական հայկական ընտանիքի առօրյայի հարաբերությունների, երբեմն նաեւ զվարճալի բախումների մասին։ Կարճ ժամանակահատվածում այն հասցրել է գրավել հազարավոր հեռուստադիտողների սրտերը եւ դառնալ հայկական ամենադիտված նախագծերից մեկը։ Սա խոսում է իհարկե շատ սիրված լինելու մասին, մեծ արձագանքների, մասսայականություն վայելելու մասին է խոսում։ Մենք էլ որոշեցինք տենց լավ անակնկալ անենք, ու այդ անակնկալներից նաև sense հետաքրքիր էմոցիաներ մենք ունենանք։ Սիթքոմի յուրաքանչյուր կերպար դարձել է յուրահատուկ ու ճանաչելի իր բնավորությամբ ու պատմությամբ։ Դերասաններն ընդգծում են հենց այդ անկեղծությունն ու ընտանիքին մոտ թեմաներն են ապահովում սերիալի հաջողությունը։ Ես ուղղակի կուզենամ շատ շնորհակալություն հայտնեմ ամենաառաջին հերթին մեր հանդիսատեսին, մեր հեռուստադիտողին եւ Armenia TV-ին այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար։ Սիթքոմում ներգրավված հայտնի ու սիրված դերասանները խոսում են նախագծի նկատմամբ դրսևորվող մեծ հետաքրքրության մասին, վկայակոչելով նաեւ միլիոնավոր դիտումները համացանցում։ Իմ ջալուզն ինձ ուրախ եմ, որ այս սիթքոմ ֆորմատը հանգարցակի դառավ ֆիլմ։ Սա ոնց որ թե առաջ անգամ են սենց բան անում։ Փաստորեն ես եկել եմ ֆիլմի պրեմիերայի, որը շատ հաճելի է, սիրուն հագնվել եմ։ Հարս սկեսուր, սկեսրայր տալ հայկական ընտանեկան հարաբերությունների ամբողջ գունապնակը ներկայացնող սիթքոմի ստեղծագործական թիմը խոստանում է կրկնակի չափաբաժնով հումոր, ավելի հետաքրքիր սյուժեներ ու ել ավելի զվարճալի իրավիճակներ։ Մարդամեկը 2-ը Armenia TV-ի եթեր է վերադառնում մայիսի 4-ից հարազատ ու սիրելի դարձած կերպարներով։ Նոր եթերաշրջանը խոստանում է կրկին նվաճել հանդիսատեսի սրտերը։ Քնարիկ Պետրոսյան, Տիգրան Հունանյան, ժամը լրատվական։